Ապովյան տեսակ ինչ ձևով բերեցին Ծառուկյանին, էլի ձեռնաշղթաներ չէին գտել հարմար, ամեն դեպքում ինչի համար է սա արվում, ինչ են ուզում ապացուցել, ինչ են ուզում ցույց տալ։ Իմ խորին համոզմամբ իշխանությունները չէին սպասում այսպիսի լայնածավալ, Գագիկ Ծառուկյանի աջակցության գործընթացներ եւ այն քաղաքական, կրկնում եմ, քաղաքական պատճառներով, դրդապատճառներով ձևավորված իրավիճակը Ծառուկյանի շուրջ շատ հստակ ցույց է տալիս երկու հանգամանք։ Հանգամանք համար 1. Սա, գիտեք, իշխանության կողմից adekvatության իսպար կորուստ է, որովհետև թե այն գործի շրջանակներում, որում իրեն մեղադրում են, թե առհասարակ այն բեսպրեդելը, որը մենք տեսնում ենք Ծառուկյանի հիմնարկների, Ծառուկյանի առհասարակ ամբողջ գործունեության շուրջ ցույց է տալիս, որ իշխանությունը այո իրականացնում է դասական առումով, գիտեք, սա դասագրքային քաղաքական հետապնդում է։ Ինչ են ուզում ստանալ։ Ասել եմ բազմաթիվ անգամ եւ եւս մեկ անգամ կրկնեմ, սա միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ սավալվող գործընթացը չի։ Սա միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ սավալվող, գիտեք, սենց նեգատիվ պրոցեսներ չեն, այս պրոցեսները վերաբերում են բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր հիմա պայմանական ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում կամ միևնույն են, որովհետև երբ որ բռնապետությունը, դիկտատուրան, ֆաշիզմը մտնում ատուն, մտնելու է բոլորի տունը։ Մի հատ մտածենք, տնտեսության հիմնասյուներից մեկը, որը ձևավորել էր եւ ստեղծել էր Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ, այսօր փլուզել եւ ոչնչացնելու ումա ձեռ տալիս։ Ումա ձեռ տալիս եւ գիտեք չեմ ասի զավեշտը, սենց անտրամաբանականի ինչումն է։ Իշխանությունը շատ լավ գիտի, որ վաղ թե ուշ սուս-փուս վերադարձնելու է այն ամենը, ինչ հիմա փորձում է ռեյդերական, կամ բանդիտական մեթոդներով խլել։ Վերադարձնելու է։ Եվ սրա մեջ կասկած չկա, որովհետև այս իշխանությունը կորցնելով իսպար adekvatությունը, արդեն ես իմ որերորդ անգամ, ես չգիտեմ արդեն թիվը դուք իմանաք հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը խփելա գետնով։ Եվ երկրորդը, այդ որ իրաց ճղում են մեջտեղից, որ էսա բան, չգիտեմ, ներդրումներ կգան, էս կլնի, այն կլնի, այս պայմաններում համաձայն իմ տվյալների բազմաթիվ միջին եւ խոշոր ներդրողներ, ովքեր պատրաստվում էին ներդնել Հայաստան գումար, իրենք պարզապես չեն գալու։ Իսկ նաև կա տեղեկություն, կրկին իմ մոտ, առայժմ սուբյեկտիվ, թույլ տվեք չհնչեցնեմ անունները, մարդիկ իրենց բիզնեսները փորձում են հանեն, իսկ դա ինչ է։ Ժողովուրդ ջան, դա չվճարված հարկեր է, դա թոշակներ է, դա աշխատավարձեր է, դա ի վերջո ընտանիքներ են, որոնց այսօր այս իշխանությունը իր քաղաքական նպատակներից դուրս գալու, արդյոք ոչ թե իր քաղաքական նպատակներից, այլ իմ կարծիքով նայած թելադրված թուրքերից ու ադրբեջանցիներից։ Ինչի համար եմ պնդում սա, որովհետև 21-22 թվականներին նույն այս իշխանության բարեկամ, ընկեր, չգիտեմ, տենց մոտիկության մակարդակը, բայց այնուամենայնիվ ոման Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է անի ամեն ինչ, որ թույլ չտա Հայաստանի Հանրապետությանը ապաքինվել եւ ապաքինվելու պարագայում մենք հասկանում ենք տնտեսական աճը։ Եւ վերջացնելով խոսքս, թույլ տվեք մեջբերեմ պարոն Ծառուկյանի վերջին ուղերձից մի հատված, մի ընկճվեք, կառուցել ենք, արարել ենք, կառուցելու ենք, արարելու ենք եւ ոչ մի բանի համար չենք փոշմանում։ Պարոն Աբովյան, այսօր արդեն Արարատ ցեմենտի մասով Գևորգ Պապոյանը անդրադարձ է կատարել եւ նշել է, որ օրեր անց ժամանակավոր կառավարիչ կշրջանակեն մասով ինչ կարող է կազմել մանկաների։ Դե տեսեք, բանդիտական ռեյդերական գործողությունները պետք է չէ ինչ որ գոնե ինչ որ միտեղ բան արվեն, իբր օրինական ինչ որ երանգներ տրվի։ Թույլ տվեք ես Պապոյան Գևորգի խոսքերը չմեկնաբանեմ, կարծում եմ հիմա ինքը խնդիրներ ունի ձկնաբուծությամբ զբաղվողների, մեր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի, որը տապալեցին
քացուտակ գցեցին, ոչնչացրեցին, գյուղացիների հետ ինքը հարցեր ունի։ Թույլ տվեք ես իրանց չմեկնաբանեմ։ սպառնալը Հա, արարած ցեմենտի։ ես չեմ զարմանում։ Ախր, գիտեք, մենք փորձում ենք տեղավորել օրինականության կամ տրամաբանության դաշտում ակնհայտ քաղաքական խուժանություն։ Մենք ինչ է, հա, սպառնում են։ Ասեմ ավելին, բազմաթիվ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները դուս են եկել, ասում են, հա, սպառնում ենք, լավ ենք անում։ Ոնց է սպառնում եք, հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալի։ Պարոն Աբովյան, տեղի ունեցան գործընթացները, հասարակական քաղաքական որոշ շրջանակներ, այսպես ընկալում են որպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված ունեզրկման պրոցես, ինչ կասեք։ Կարող եմ ասել եւս մեկ անգամ մի շատ կարևոր թեզ։ Ժողովուրդ ջան, ժամանակը կգա, սուս փուս ամեն ինչ վերադարձնելու են։ Եթե իրենց թվում է, որ իրենք երկրագնդում միայնակ են, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կտրված է, հա, ամբողջ աշխարհից, իրանք չարաչար սխալվում են։ Նվազագույնը, ես մա չեմ ուզում առաջ ընկնել, նվազագույնը յուրաքանչյուր թեթև արտասահմանյան արբիտրաժային դատարանը սրանց բմբլահան է անելու։ Եվ կանի, սա մեկ եւ երկրորդը։ Ստեղ միայն ունեզրկման խնդիր չի։ Դուք չեք լսել երբեք Ծառուկյանից եւ չեք լսի, որ ինքը դարդ է անում, որ իրան փորձում են ինչ-որ բաներ խլեն։ Խնդիրը այն տասնյակ հազարավոր մարդիկ են, ում այսօր սրանք առանց մի կտոր հաց են թողում։ Երբեք չեք լսել, ոչ մի ուղերձություն, ոչ մի տեղ չկա։ Եվ շատ կարևոր է եւ ակնհայտ է հասկանալ հետեւյալը։ Գոյություն ունի այսօր Հայաստանում Բեսպրեզը Ժորժան յուրաքանչյուրի տունը կարան մտնեն, հասկանում եք, կարան մտնեն, ասեն, այս բնակարանը, օրինակ, չգիտեմ, պետությանն է։ Դուք հասկանում եք, կապ չունի ով ես։ Կապ չունի։ Կանգնում են ու այդ սա իրականում չեմ ասի աննախադեպ է, սա նախադեպեր ունեցել է համաշխարհային պատմության մեջ եւ խորհուրդ կտամ իշխանությանը գիրք են, չէ՞ հիմա սիրում կարդալ։ Մի հատ բացեն այդ գրքերը նախադեպային, մի հատ էլ ուսումնասիրեն վերջը ինչա լինում։ Պարոն Աբովյան, այդ ունեզրկման հետ կապված որպես տրամաբանական շարունակություն է, Փաշինյանը նաև քարոզարշավի ժամանակ անդրադարձել էր Ծառուկյանի հենց տանը, ասել որ ծերանոց էր դարձել, հա, մինչև 2035 թվականը։ Այս մասով քննեմ որոշ անդրադարձներ, որոշակի գործընթացներ կան արդյոք, օրինակ հնարավոր է մի օր էլ այնտեղ կապարակնքեն թույլ չտան եւ այստեղ հարցեր Հիսուսի արձանի կառուցման հետ կապված։ Հնարավոր է արդյոք այստեղ եւս խնդիրներ առաջացնեն եւ Չգիտեմ, ես ճիշտն ասած այս հա ձեր հնչեցրած հարցերի շուրջ չեմ կարող ասել, բայց ես գիտեք, որ ասում եք Հիսուսի արձանի հետ կապված գործողություններ, ես ուղղակի գլխիս մեջ չի տեղավորվում։ Ախր Ժորժան, քրիստոնյա ժողովուրդ ենք Հայաստանում ենք ապրում։ Չնայած դրա հետ մեկտեղ էլ ոչ մի բան չեմ բացառում, ոչ մի բան չեմ բացառում։ Այս մարդիկ հայ եկեղեցու դեմ են դուս եկել, մենք ինչ ենք խոսում։ Բայց ես լիահույս եմ, որ Քրիստոսի արձանը եւ այն պրոյեկտները, որոնք ազգանվեր են, հայանպաստ են, գոնե սրանք իրանց իմիջի համար, գոնե, հա, ձեր չեն տա չնայած էլ ինչ իմիջ, ինչ են խոսում։ Գիտեք, ես էլ սենց հա ընկնում եմ բանի մեջ, սենց փորձում եմ տրամաբանության մեջ մտածել, չգիտեմ, գործողությունների դե լավ հայանպաստության պարագայում, որը ձեռ կտա իշխանությունը, ոչ մի բան էլ ձեռ չի տա եւ ինչ վերաբերում է ծերանոցին, ապա կրկնեմ եւ վերահաստատեմ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, թող իրանց դաչեքը տան, այդ որը տե ապրում են, իրանց դաչեքը թող համաձայնեն օրինակ զինվորի վերականգնման կենտրոն, կահավորանքել Ծառուկյանը բանտից կանի, այսքան չկասկածեք։ Պարոն Աբովյան, ներողություն, եթե իհարկե տեղյակ եք, այս պահին Գագիկ Ծառուկյանի նրան բանկի պատկանող բիզնեսներից միայն Արարատ ցեմենտն է աշխատում է, մնացած բոլորը կապարակնքված մնում են։ Կապարակնքված են, ճիշտն ասած հստակ տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում, որովհետև իրավիճակը փոխվում է դինամիկ, դե դինամիկը գիտեք որն է, քանզի սրանք չեն հասկանում ինչ են անում։ Եվ ասած ինչ-որ որոշումներ են ընդունում։ Ես հիմա այս պահի դրությամբ չեմ կարող ոչ մի բան ասեմ, որովհետև հիմա կարող եմ ասեմ, մեկ էլ հոп 5 րոպե կպարզվի, որ չէ, տենց չի։